Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, այսօր արդեն հունվարի 8-ն է եւ այս հաղորդումը շատ հետաքրքիր հաղորդում է լինելու, քանի որ մեր աչքի առջև փաստացի փոխվավ ամբողջ աշխարհում աշխարհակարգը, որը որ հաստատվել էր երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, ես կասեմ ինչի համար եմ գալիս այս եզրահանգմանը, մենք շատ էինք խոսում այն մասին, որ աշխարհակարգը փոխվում է, բայց կարող եմ հիմա փաստել, որ այն արդեն փոխվել է, միգուցե վերջնական չի հաստատվել, դեռ հաստատման փուլում է, նորի մասին է խոսքը, բայց հինը այլևս գոյություն չունի եւ դրա մասին են վկայում բազմաթիվ հետաքրքիր եւ կարեւոր իրադարձություններ, որ իրականատեսնենք լինում մենք այս օրերին։ Շատ ինտենսիվ ձևով սկսվեց տարին 2026 թվականը եւ ամեն ինչ, փաստացի ամեն ինչ մեզ հուշում է այն մասին, որ նախկին աշխարհակարգը այլևս գոյություն չունի։ Եվ այս հաղորդման ընթացքում կխոսենք, թե ինչպես Ամերիկայի Միացյալ Նահանգները գրավեցին կամ արգրավեցին կամ ձերբակալեցին, ինչպես ճիշտ եք համարում, այնպես էլ ընդունեք ռուսական նավը, ռուսական ոչ միայն մեկ նավ, այլ միանգամից երկու նավ, իսկ դրանցից մեկը երկար ժամանակ ուղեկցում էր Ամերիկայի Միացյալ Նահանգները, որպեսզի ձերբակալվեր, Ռուսաստանի արտգործնախարարությունը նույնիսկ խնդրել էր, որպեսզի չձերբակալվի տվյալ նավը, դրանից բացի սուզանավեր էին ուղարկում, այլ նավեր էին ուղարկում այդ նավի օգնությամբ, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգները այդ մարիները կոչվող նավը ձերբակալեց 3 եւ ձերբակալեց այն Ամերիկայի Միացյալ Նահանգների եվրոպական հրամանատարության շրջանում։ Թե ինչ է սա նշանակում, անպայման կխոսենք այս ամենի մասին։ Հայաստանից մեծ հաշվով շատ բան չունենք խոսելու, սիրելի հայրենակիցներ, միայն ասեմ, որ եկեղեցու շուրջ հետաքրքիր իրադարձություններ են հիմա ծավալվում։ Գիտեք, երեք Փաշինյանը հայտարարեց, որ եկեղեցու բարենորոգման խորհրդի առաջին նիստն է տեղի ունեցել։ Դե եկեղեցուց շատ առիթ մենք կունենանք խոսելու։ Հիմա այն ինչ աշխարհում է տեղի ունենում, կարծում եմ շատ ավելի կարևոր է։ Տեսնում ենք, որ Սիրիայում հետաքրքիր իրադարձություններ են ծավալվում, հատկապես Հալեպում, այդ մասով եւս Հայաստանի իշխանությունները հաղորդագրություն էին տարածել, Սիրիայի իշխանությունների հետ բախում ունեն, լուրջ բախման մեջ են մտել քրդերը եւ հիմա շատ ակտիվ Հալեպից բնակչությունը գնում է այն շրջաններ, որտեղ որ վերահսկողությունը հիմնականում Սիրիայի պետական զորքերի վերահսկողությունն է, այսինքն լքում են հիմնականում Հալեպը, բայց ինչպես արդեն նշեցի, ամենակարևոր իրադարձությունները հիմա ծավալվում են ջրերի վրա, միջազգային ջրերի վրա, օվկիանոսներում եւ ծովերում, որտեղ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները իրար հետևից ձերբակալում են ռուսական նավերը։ Եվ ինչպես արդեն նշեցինք, երեկոյան հաղորդագրություն տարածվեց, որ Մարինեյրա նավը ռուսական ձերբակալվեց, այդ նավը Վենեսուելայից էր դուրս եկել, չնայած նրա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները պատժամիջոցներ էր մտցրել եւ պահանջում էր փաստացի, որպեսզի այդ նավերը չշարժվեն տեղից, այդ նավը շարժվել էր, հետո նրանք ռուսական դրոշ էին արդեն բարձրացրել նավի վրա եւ արտգործնախարարության միջոցով խնդրել էին, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները ոչինչ չձեռնարկի, բայց Ամերիկայի Միացյալ Նահանգների դատարաններից մեկը որոշում էր կայացրել, որ այդ նավը պետք է ձերբակալվի եւ նույնիսկ սպասել էին, որպեսզի այդ նավը հեռանա եւ արդեն Եվրոպային մոտենալիս նոր ձերբակալեցին Մարինեյրա նավը։ Ռուսաստանի իշխանությունները արդեն տեղեկացված էին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կարող է ձերբակալեն, դրա համար սուզանավ էին ուղարկել, մարտական սուզանավ եւ էլի մարտական նավեր, որպեսզի պաշտպանեն այդ Մարինեյրա նավը, բայց երբ որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի օգնությամբ սկսեց հատուկ գործողություն իրականացնել եւ իջան փաստացի նավի վրա, ձերբակալելու նավը, ոչ ռուսական սուզանավը, ոչ էլ մարտական նավերը ոչ մի գործողություն փաստացի չձեռնարկեցին։ 3 ինքնաթիռով եւ 2 ուղղաթիռով Ամերիկայի Միացյալ Նահանգները փաստացի կարողացան ձերբակալել այդ նավը, չնայած որ ինչպես արդեն նշեցի, ռուսները նույնպես զինված էին։ Ճիշտ է, այստեղ կարևոր է նաեւ Մեծ Բրիտանիայի օգնությունը,
որը որ նույնպես երկու ինքնաթիռ էր օդ բարձրացրել, որպեսզի իրենք էլ իրենց հերթին կողքից վերահսկեն իրավիճակը, որպեսզի իրավիճակը հանկարծ դուրս չգա հունից, այսինքն ռուսները ինչ-որ գործողություն չփորձեն ձեռնարկել։ Դրանից հետո առաջին արձագանքը Ռուսաստանի տրանսպորտի նախարարությունը, նրանք ասում են, որ բաց ծովում նավ են բարձրացել Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմածովային ուժերը, ինչից հետո Մարինեյրը նավի հետ կապը ընդհատվել է, ու ըստ Ռուսաստանի տրանսպորտի նախարարության ոչ մի պետություն իրավունք չունի ուժ կիրառել այլ երկրների իրավասության ներքո պատշաճ կերպով գրանցված նավերի նկատմամբ։ Հետո արդեն Ռուսաստանի արտգործնախարարությունը Մարիա Զախարովայի գլխավորությամբ ասում է, որ իրենք պահանջում են, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները հումանիստական ձևով վարվեն նավի անձնակազմին եւ չխախտեն մարդու իրավունքները, այսինքն բլա բլա բլա, երկար-բարակ խոսակցություն, բայց փաստը այն է, որ Ռուսաստանի Դաշնությունը անկարող գտնվեց պաշտպանել իր նավերը։ Դրանից հետո մենք ստացանք տեղեկություն այն մասին, որ Կարիբյան ծովում Ամերիկայի Միացյալ Նահանգները ուրիշ նաև ռուսական նավ են ձերբակալել, Սոֆիա անվան նավը, որը որ նույնպես պատկանում է Ռուսաստանի Դաշնությանը։ Հիմա արիք փաստերը իրար հետ համատեղենք, որպեսզի հասկանանք, թե ինչ է տեղի ունեն։ Կարևոր է նշել, որ Դոնալդ Թրամփը ընդամենը 1 օր առաջ քննարկում էր ունենում սենատորների եւ կոնգրեսմենների հետ, որպեսզի Ամերիկայի Միացյալ Նահանգները նոր պատժամիջոցներ մտցնեն Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։ Արդեն այսօր սենատորները հայտարարում են այն մասին, որ համաձայնությունը ձեռք է բերվել եւ շուտով այդ փաստաթուղթը քվեարկության կդրվի։ Հիշում եք Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության հայտարարությունը գրառում է ռուսերենով, որ մի խաղեր խաղացեք Դոնալդ Թրամփի հետ։ Ինչ է կարծում, այս ամենը ինչ որ մի բան նշանակում է, թե չէ, եւ այս գործողությունները, հատուկ գործողությունները ռուսական նավերի նկատմամբ։ Եվ սա էլ վերջը չէ։ Դրանից հետո Դոնալդ Թրամփը հետաքրքիր հայտարարություն է անում, ասելով, որ միակ ժողովուրդը, միակ պետությունը, որից որ Չինաստանը եւ Ռուսաստանը վախենում են եւ հարբում են, դա Ամերիկայի Միացյալ Նահանգներն են։ Ինչ է սա նշանակում ըստ ձեզ։ Դրանից բացի երեք հայտարարություն տարածվեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները դուրս են գալիս 66 միջազգային կազմակերպություններից եւ խզում են այդ բոլոր կազմակերպությունների հետ իրենց կապերը եւ պայմանավորվածությունները, այսինքն աշխարհակարգը հին, որը որ գոյություն ուներ, ընդհանրապես չի հետաքրքրում Դոնալդ Թրամփին եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, գիտենք, որ նա շատ վատ վերաբերմունք ունի նաեւ ՄԱԿ-ի նկատմամբ, ՆԱՏՕ-ի մասով էլ շատ ուրախ չէ Դոնալդ Թրամփը, դա էլ փաստ է, այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա վարում է միայն ու միայն իր շահերից բխող քաղաքականություն։ Եվ այս ամենի մասին վկայում է նաև այն, որ հետաքրքիր այլ հայտարարություն է տարածել Սպիտակ տունը, որ Դոնալդ Թրամփի վարչակազմը Ռուբիոյի գլխավորությամբ եւ ազգային անվտանգության մեծ անձնակազմով անմիջական կապի մեջ է Վենեսուելայի նոր իշխանությունների հետ եւ նրանք ասում են, որ մենք փաստ է, որ մենք ամենամեծ ազդեցությունը ունենք հիմա Վենեսուելայի վրա։ Դրանից հետո JD Vance-ը հայտարարում է հետեւյալը. մենք Ամերիկայի Միացյալ Նահանգներս Վենեսուելային թույլ կտանք կամ թույլ չենք տա նավթ վաճառել այս կամ այն երկրին, եթե դա չի բխում մեր ազգային շահերից, ապա Վենեսուելան չի վաճառելու նավթ, իսկ եթե դա բխում է մեր ազգային շահերից, ապա Վենեսուելան կարող է այս կամ այն երկրին նոր նավթ վաճառել։ Ու հստակ ասում է JD Vance-ը, որ մենք ասում ենք ռեժիմին, Վենեսուելայի ռեժիմին, որ ձեզ թույլատրված է միայն նավթ վաճառել նրանց, ովքեր որ մենք ցանկանում ենք, եւ վարվել միայն այնպես, ինչը բխում է Ամերիկայի Միացյալ Նահանգների պետական շահերից։ Ինչ է սա նշանակում։ Դատեք ինքներդ։ Կրկնեմ սիրելի հայրենակիցներ, այստեղ վատի ու լավի մասին ընդհանրապես խոսք չկա։ Վաղուց, շատ վաղուց այն մարդկանց կատեգորիային չեմ պատկանում, այսինքն երբ որ սկսեցի արդեն լուրջ զբաղվել քաղաքականությամբ, քաղաքական վերլուծություններով, հասկացա, որ լավ եւ վատ կատեգորիաներ գոյություն չունեն, գոյություն ունեն ազգային շահեր, ազգային
ազգային եւ պետական հետաքրքրություններ եւ երկրներ առաջնորդվում են կամ իրենց ազգային ու պետական հետաքրքրություններով, շահերով կամ որոշ բռնապետեր իրենց անձնական շահերով ներկայացնելով դրանք պետական որպես պետական շահ։ Եվ հիմա ինչ տեղի ունենում փաստացի վկայում է այն մասին, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները վարվում են այնպես, ինչպես որ կարող են եւ միջազգային օրենքը այլևս գոյություն չունի, բայց հարկ է, կարևոր է կրկին մեկ անգամ նշել մեկ բան, որ այս խաղը Ամերիկայի Միացյալ Նահանգները չէ, որ նախաձեռնել են այս աշխարհակարգը, այս միջազգային օրենքը փլուզվել էր արդեն վաղուց եւ Ամերիկայի Միացյալ Նահանգները ուղղակի այս կողմ այն կողմ անօգուտ անօգնական ձևով բղավում էր մի արեք սա, մի արեք նա, բայց բռնապետները երկրները տարբեր Ռուսաստանի գլխավորությամբ իհարկե անում էին այն, ինչ իրենց ձեռ էր գալիս եւ հիմա Ամերիկայի Միացյալ Նահանգները հոգնեց եւ սկսեց վարվել ուժի տեսանկյունից, այսինքն ինքը սկսեց խախտել միջազգային օրենքը, ասելով դե արիք տեսնենք թե դուք հիմա ինչ կարող եք անել իմ դեմ, մեր դեմ։ Եվ Ռուսաստանի այդ նավերի ձերբակալությունը նույնպես այդ մասին է վկայում։ Եվ սա էլ վերջը չէ, շարունակեմ թե ինչ է տեղի ունեցել 3 քիչ առաջ ստացվեց տեղեկություններ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոյի հետ, հենց նրա, ում ասում էր, որ հաջորդը դուն ես, քեզ կձերբակալենք, դու թմրանյութեր ես մատակարարում Ամերիկայի Միացյալ Նահանգներին եւ շատ զգուշ եղիր, քանի որ հաջորդը դուն ես Մոդուրոյից հետո։ Թրամփը ասում է, որ շատ լավ հեռախոսազրույց է եղել, նրանք քննարկել են այդ նարկոտրաֆիկի հարցը եւ Թրամփը նաեւ տեղեկացրել է, որ շուտով Պետրոն գալու է Ամերիկայի Միացյալ Նահանգներ եւ Սպիտակ տանը հանդիպում է ունենալու իր հետ։ Տեսնում եք, երկու օրվա մեջ ինչքան բան փոխվեց, բռնապետները արդեն բռնապետ չեն, թշնամիները, ում վրա կարող է Դոնալդ Թրամփը որ սկսել, այլևս կարող է թշնամիներ չլինեն, նույնիսկ շուտով գալու են եւ հանդիպելու են Սպիտակ տանը Դոնալդ Թրամփի հետ։ Դրանից բացի Դոնալդ Թրամփը մեկ կարևոր այլ հայտարարություն է արել, որ 27 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն կազմելու է 1.5 տրիլիոն դոլար։ Հիշեցնեմ, որ բավականին վերջերս էր, որ Դոնալդ Թրամփը 1 տրիլիոն դոլարի հասցրեց Ամերիկայի Միացյալ Նահանգների ռազմական բյուջեն։ Այսինքն Ամերիկայի Միացյալ Նահանգները հիմա կոնկրետ ուժի վրա է ուժի ավելացման վրա է կենտրոնանում, այսինքն շատ մեծ ահռելի ծախսեր է սկսել իրականացնել ռազմական առումով։ Եվ սա էլ վերջը չի պատկերացրեք, այնքան տեղեկություններ ունենք հետաքրքիր, որ տեղեկություն կա, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղար Մարկո Ռուբիոն հաջորդ շաբաթ կհանդիպի Դանիայի ներկայացուցիչների հետ, որպեսզի քննարկի Գրենլանդիայի հարցը, Գրենլանդիայի շուրջ ստեղծված իրավիճակը, Ամերիկայի Միացյալ Նահանգները առաջարկում են գնել Դանիայից Գրենլանդիան եւ բավականին լուրջ առաջարկություն են անում, տեսնենք թե ինչ դուրս կգա այդ ամենից, սակայն մեզ համար կարծում եմ ամենակարևոր իրադարձությունները հիմա ծավալվում են Իրանում։ Հիմա կասեք ինչքան հետաքրքիր հաղորդում էր այսօրվա հաղորդումը, բայց իրոք շատ հետաքրքիր է։ Ասեմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները Վենեսուելայում տեղի ունեցած այդ գործողությունից հետո հիմա ռազմածովային ուժեր են կրկին սկսել ուղարկել բավական մեծ քանակությամբ դեպի Մերձավոր Արևելք, այսինքն Իրանի շուրջ կրկին ամրացնում է Ամերիկայի Միացյալ Նահանգները իր ներկայությունը եւ սա նշանակում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները ամենայն հավանականությամբ պատրաստվում են շատ լուրջ գործողությունների եւ նույնիսկ չի բացառվում, որ այդ ինքնաթիռների մեջ, Ամերիկայի Միացյալ Նահանգների ինքնաթիռների մեջ, որոնք արդեն իսկ շարժվում են դեպի Մերձավոր Արևելք, գտնվեն հենց այդ էլիտար հատուկ ջոկատայինները։ Քանի որ Իրանում էլ իրավիճակը բարդ է եւ օր-օրի բարդանում է, չնայած որ Իրանի իշխանությունները պաշտոնապես հերքում են, որ ցուցարարները քաղաքներ են գրավել, բայց մենք տեսնում ենք եւ տեղեկանում ենք այն մասին, որ օրեցօր իրավիճակը Իրանում բարդանում է, Շիրազ քաղաքում massայական ծեծկարտուկներ եւ անկարգություններ են տեղի ունեցել
ցուցարարների եւ ոստիկանների միջև, ընդհանուր առմամբ արդեն զոհերի թիվը 3 տասնյակից ավել է Իրանում, երբ որ ջերցան մեքենաներով մարդկանց ցրում են, դա շատ ավելի նորմալ է, իսկ կան դեպքեր, երբ որ ուղղակի կարակ են բացում ցուցարարների վրա, բայց ցուցարարներն էլ համախմբվում են եւ փորձում են պատասխանել իրավապահներին, շատ կոպիտ ձևով իրենք էլ, քանի որ իրենց վրա կարակ են բացում ոստիկանները, իրենք էլ շատ կոպիտ ձևով պատասխանում են նույն ոստիկաններին եւ նաեւ իրավապահների շրջանում կան զոհեր։ Օրինակի համար Նիշապուր քաղաքում, Իրանի Նիշապուր քաղաքում ցուցարարները այնքան են կատաղ եւ հունից դուրս եկել, որ այրել են ոստիկանության շենքը, տվյալ քաղաքի ոստիկանության շենքը։ Եվ դրանից բացի օրորի իրավիճակը, ինչպես նշեցի, բարդանում է, աշխարհագրությունը ցույցերի տարածվում է, ավելի ու ավելի լայնանում է, ու արդեն Իրանի 111 քաղաք ներգրավված են այդ ցույցերի մեջ, ցույցերն ընթանում արդեն 111 քաղաքներում, Իրանի 111 քաղաքներում, եւ ես տեղեկացա, որ այսօր նախատեսված է շատ մեծ ցույց Իրանում, այսինքն հունվարի 8-ին նախատեսված են շատ ավելի մեծ ցույցեր Իրանում։ Տեսնենք, սիրելի հայրենակիցներ, թե ինչպիսի իրավիճակ կծավալվի մեր տարածաշրջանում։ Ես կարծում եմ, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները շատ կտրուկ գործողությունների կարող է դիմել նաև Իրանում։ Իրանի շահը արդեն պատրաստ է վերադառնալու Իրան։ Ամերիկայի Միացյալ Նահանգները միանշանակ անելու է ամեն ինչ, որպեսզի հեռացնի այաթոլլաների ռեժիմը, ճիշտ է նաև Իսրայելի օգնությամբ, Իսրայելի խնդրանքով, եւ իմ պատկերացմամբ 100%-ով դժվար է կանխատեսել մոտակա ժամանակներս կարող է նաև հարկ առաջանա Ամերիկայի Միացյալ Նահանգների միջամտությանը, եւ այդ միջամտությունը կարծում եմ կլինի, եւ այս ռեժիմը, որը որ դաշնակից է Ռուսաստանի Դաշնության եւ Չինաստանի, ստիպված կլինի հեռանա Իրանից։ Ճիշտ է, եթե Չինաստանը եւ Ռուսաստանը շատ ավելի լուրջ քայլեր չձեռնարկեն, որպեսզի օգնեն այդ ռեժիմին, բայց չեմ կարծում, որ Ռուսաստանը վիճակի է պաշտպանելու Իրանը, այդ Չինաստանի մասով լրիվ այլ հարց է։ Տեսնենք, կապրենք, կտեսնենք։ Այսօրվա համար այսքանը։ Հաջողություն եմ մաղթում բոլորին, ցտեսություն, կհանդիպենք։